Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 2-ի համար։ Դա հայելային օր է համարվում, այնպես որ այդ օրը երազանք պահեք, ճիշտ պահեք այդ երազանքը։ Նաև աստղաբանության ալիքում տեսանյութ են տեղադրել Մերկուրի, Սատուրնի և Նեպտունի միացման վերաբերյալ, որը շատ կարևոր է բոլորիս համար։ Շատ իրենք դարերով կարող է չմիանան իրար, որովհետև նա շատ Նեպտունը շատ դանդաղ է մի նշանում մոտավորապես 14 տարի է ապրում, Սատուրնը 3 տարի, հա, ինքը կարող պտտվեն, էլի իրար հանդիպեն, բայց ոչ հենց այս նշանում։ Այո, ես իմ երբեն մեկ էլ, հա, իրար հետ իրանք միացել են այն ժամանակ, երբ որ Հայաստանում եւս պատերազմ էր, եւ դե համար շատերի վախը հենց դա է, որ կարող է նաև այն կրկնվել, բայց պետք է հասկանալ, որ նախորդում իրենք չեն միացել խոյում, իրենք միացել են ձկներ նշանում, իսկ կարող է եւ մեկ այլ, ամենայն դեպս, այդպես պետք է մի հատ լավ վերանայել այդ ամենը, ամենայն դեպս դա նշանակում է, որ հիմա խոյում ավելի իրենց ավելի ազատ են զգալու։ Դրա համար պետք է շատ ուշադրություն։ Իրենք շատ բաներ են քանդում, շատ։ Միասին իրանք երկուսով շատ բաներ են քանդում։ Հատկապես եթե մարդու մոտ լարված միացումներ կան։ Այնպես որ պետք է դա հասկանալ։ Նայեք, լսեք ձեր նշանը, նայեք ձեր քարտեզը, եթե դուք գիտեք, այդպես քարտեզով նայեք, որ ավելի ճիշտ լինի, թե որ տունն է դա գտնվում, որովհետև դեռ նոր են, իրենք առաջին աստիճանում են հանդիպելու, այնպես որ դեռ սա նոր է։ Բոլորդ նայեք, ձկներից մինչև խոյի տեղափոխվող այդ մեծ գիծ կա, այդ գծից անմիջապես այն կողմեն, տեսեք, որ տունն է գնում ձեզ մոտ եւ այդ տան կանխատեսումը միայն լսեք, ովքեր որ գիտեն իրենց քարտեզը, ովքեր որ ունեն իրենց քարտեզը, որովհետեւ իմ մոտ խորհրդատվություն անցած մարդիկ, ովքեր աստղաբանությամբ են անցել, հստակ ունեն իրենց քարտեզը։ Միգուցե մոռացել են ինչ-որ մարդիկ, պետք է հետ գնան նայեն, եթե աստղաբանությամբ եք դիմել, թվայգիտությամբ չէ, ապա ունեք քարտեզը։ Բացի դա, ես ուղիղ եթերում շատ եմ ասել մարդկանց հենց իրենց քարտեզի մասին, նկարել եմ անգամ, պահել եմ, որ դուք նկարեք, այնպես որ հուսով եմ, որ ունեք։ Այդպես նայեք, դա ավելի ճիշտ է, որովհետև սա հզոր միացում է եւ պարտադիր պետք է դուք տեսնեք, թե դա որ տան մեջ է տեղի ունենում այդ հզոր միացումը, այս երկու զզվելի մոլորակների։ Մեկը վարդագույն ակնոցներ է միշտ դնում, որ մարդը երազի, չգիտեմ ինչեր, երկնքում սավառնի, իսկ այն մեկ ասում է հոպ իջի հող, մի հատ տեսես ինչ կա այստեղ։ Երկուսը միասին իրոք։ Միգուցե ես անգամ ավելի թեթև եմ խոսել այդ մասին, ես կարող եմ ավելի խորացված խոսել միայն այդ միացման մասին, ոչ թե նշանների, այլ ընդհանուր առմամբ ինչ է սպասվում։ Շատ վտանգավոր, շատ վատ են իրար հետ։ Որովհետև եթե հաշվենք 30 տարի առաջ, արդեն գալիս է հենց այդ թվականները, ճիշտ է 29.5 է, բայց եթե հաշվենք, գալիս է ինքը 89-ից 91 թվականները, երբ որ Սատուրնը գտնվել է էլի նորից խոյ նշանում, բայց դա այդ ժամանակ Նեպտունը չի գտնվել խոյ նշանում։ Այնտեղ դիրքեր կան, մի խոսքով խոսել եմ այդ մասին, քարտեզը նայել խոսել եմ, հիմա այդպես այն գիր չեմ հիշի, մի խոսքով ավելի լավ է լսեք, որովհետև ես այն ինչ որ գրում եմ այդ պահի համար է։ Ես ուրիշ բաներով եմ զբաղված, ուղեղս այդքան էլ, անընդհատ նույն բաների վրա չի։ Անգամ ձեր կանխատեսումն ասելուց հետո ես մոռանում եմ ձեզ ինչ եմ ասել, իրոք, ոնց որ ասում եմ այդ պահին, թե ինչը ինձ մոտ գալիս, իսկ այնտեղ աստղաբանությամբ գրում եմ եւ այդ պահին նայում եմ քարտեզը, գրում եմ, անգամ որ խորհրդատվությունից հետո ինձ հարցնում են, այս սա ոնց որ այսպես էր, ես էլի պետք է անպայման բացեմ քարտեզը, որտեվ ես չեմ հիշում իրենց ինչ եմ ասել, ասեցի վերջ գնաց։ Եթե ես սեմ ֆիքսվել, դա ինձ վրա բավականին շատ ներս կգցեմ եւ շատ կազդի։
Ահա, հիմա գնանք տեսնենք ինչ է սպասվում այս հայլային օրը։ Տեսնենք մեզ մոտ ինչ է սպասվելու բոլորիս մոտ։ Հատկապես լիալուսնից հետո, չնայած հենց այդ օրն էլ կարելի ասել, այդ օրն է սկսում, մեկի գիշեր լույս 2 է սկսում, լիալուսինը։ Դե գնանք խոյրին արդեն, տեսնենք ինչ է սպասվում։ Ինչ է սպասվում խոյրին փետրվարի 2-ին։ Հաջողություններ ունեք այդ օրը, նոր դռներ են ձեր առջև բացվելու, բայց նախանձ մարդիկ անմիջապես կհավաքվեն ձեր շուրջ ու նախանձել։ Նաև սա կարող գայթակղություն է, ոմանց մոտ սա գայթակղություն է որևիցե աղջկա հանդեպ եւ այստեղ հաջողությամբ կարող գայթակղել այդ աղջկան, եթե տղա է նայում։ Բայց նաև կարող է լինել այդ աղջիկը ոչ թե հակառակ սեռը, այլ որից է գործընկեր, հա, որի հետ կարող այդպես խոսել եւ լեզվով գայթակղել իրեն, հա, համաձայնվի ձեզ այդ գործարք կնքել։ Նա նաև նախանձ մարդիկ են, չար մարդիկ են, այդպես ովքեր որ ձեր շրջապատում են։ Իսկ տեսնենք ով է այս աղջիկը։ Այս աղջիկը խոչընդոտներ է ստեղծելու ձեզ համար, հատկապես եթե այստեղ գայթակղվում եք, հա, այստեղ պետք է ուշադիր լինել, կամ միգուցե ձեր հարազատն է, ում մոտ որևէ խնդիրներ կան, կամ ինքն է խճճվել, կամ դուք եք այդ աղջիկի այդ կապված խճճվել, կամ իր մոտ է խնդիրը եւ նա աջակցության կարիք կունենա, պետք է օգնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 2-ին։ Ինչ-որ ոլորտ է կայունանալու ձեզ մոտ, այն ոլորտը, որը որ խնդիրներ էր առաջացնում, ինչ որ ձեր կյանքը հանգստանում է, դուք եք հանգստանում, հոգեպես եք հանգստանում։ Նա ինչ-որ մի բան է գնալու ձեզանից, միգուցե դա է կյանք կայունացնում, հա, կամ կայունանալու համար ինչ-որ մի բան պետք է հեռանա ձեր կյանքից, որ ավելի հանգիստ լինեք։ Եվ նոր բան է գալիս, նոր իմաստ, նոր կյանքի իմաստ, նոր պահեր, նոր պաշտոն, նոր առաջխաղացում ոմանց համար, նոր շրջապատ նաև, եթե շրջապատից է, այստեղ շրջապատից է մարդիկ գնում։ Հա, ինչ-որ մի վիճակ է, որը կայունանում է, կայունանալու համար ինչ-որ մի բան պետք է գնա ձեզանից, նորը գալու համար հիանալի է դա։ Սա Աստծո քարտն է, սա Աստծո շնորհի քարտն է, որ Աստված է անում այն ինչ որ պետք է։ Այնպես որ ինչ էլ որ գա, ձեզ համար նոր ձեր կյանքին նոր իմաստ է տալու։ Հիանալի օր է, հետաքրքիր ամեն ինչով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին փետրվարի 2-ին։ Մեկոնին էմոցիոնալ կլինեք, այնպես ինչ-որ մեկին բաներ կպատմեք, խոսեք, նաև կարող է էմոցիաները տեղի տան, նաև լեզվակռվի մեջ մտնեք, որովհետև լիալուսնի փուլերն են, հա, այնպես չի, որ հենց եղավ անցավ, եթե նայեք երկնքին դեռ 1 օր, 2 օր լավ ուժեղ լուսին է եւ դա հենց ազդում է մարդկանց վրա։ Հենց լուսնի ազդեցության տակ կարող այդ օրը գիշերը անգամ լիալուսնի այդ գիշերը 1-ի 2-ի, հա, կարող լավ չքնել, հետաքրքիր երազներ տեսնել, վերկանալ, պատմել ինչ-որ մեկին, նաև այդ օր կարող հանդիպել ձեր մայրիկին։ Ոմանք նաև կունենան ռոմանտիկ պահեր, ռոմանտիկ ժամադրություն, ամենայն դեպս շփումը կլինի այդ օրը բավականին շատ։ Եվ փոփոխություն է մտնում ձեր կյանք։ Դա էլ լուսին այսպես թե այնպես փոփոխություն է բերելու բոլորի կյանք։ Փոփոխությունը դա կարող է լինել ոմանց համար տեղափոխություն մեկ այլ տուն, մեկ այլ երկիր, քաղաք, հղիություն, ծննդաբերություն, նաև ուղղակի գլոբալ ինչ-որ փոփոխություն, որի մասին կարող եք քննարկել այստեղ ինչ-որ մեկ էլ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին փետրվարի 2-ին։ Ոմանց ամուսնության առաջարկ կանեն,
Ոմանք գործարք են կնքելու այդ օրը, դե լուսնի այդ օրերին գործարք կնքելը մի քիչ էլ, հա։ Դե կարող հարսանիք ձեզ հրավիրեն, կամ ընտանիքում շատ կարևոր օր է այդ օրը։ Նաև փոփոխություն կմտնի ձեր կյանքում, միգուցե այստեղ ամուսնական կյանքում է փոփոխությունը, ընտանիքին է վերաբերվում այդ փոփոխությունը։ Ոմանց մոտ սա հղիություն է, ծննդաբերություն է, ոմանց մոտ տեղափոխություն, մեկ այլ երկիր, քաղաք, ինչ-որ մի գլոբալ փոփոխություն է սա ձեր կյանքում։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ թե տղամարդու հետ, կամ sense ընտանիքով որոշում եք ինչ-որ մի բան փոխել, ովքեր ընտանիք ունեն, ովքեր չէ կարող այդ տղամարդն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխում։ Այո, այստեղ նա ձեզ կօգնի միգուցե ճանապարհի հետ կապված հարցերում, միգուցե նաև ձեր գործերում, որոնք որ առաջ մղեք, իրար հետ կարող ճանապարհ գնալ, կամ ինքը գա ձեզ մոտ, հա, կամ դուք եք այստեղ կարող գնում եք իր մոտ, հա, կարող այստեղ գնում եք ձեր ամուսնու կամ կնոջ մոտ։ Ամենայն դեպս, ինչ որ օգնության ձեռը մեկնելու այս մարդը թեկուզ մեքենա գնելու հարցում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին փետրվարի 2-ին։ Այստեղ շատ աշխատանք կունենաք, նոր աշխատանքի եք ընդունվում, հնարավոր է նաև ձեր երեխան է աշխատանքի ընդունվում, ամենայն դեպս դուք ինքներդ էլ բավականին շատ աշխատանք կունենաք այդ օրը։ Նաև սա այցելություն է պետական հիմնարկություններ, բանկ, հիվանդանոց, ինչ-որ ուսման կենտրոն, ինչ-որ մի տեղ է, որ այստեղ կա։ Նաև սա կարիերայի բարձրացում է, աշխատանքը ավելի ոնց որ կգնահատվի, նաև ոմանք բիզնես կբացեն, բիզնեսի համար եք գնում։ Ինչ էլ որ անեք, այստեղ նայեք հաջողություն ունեք։ Յուրաքանչյուր բան աշխատանքի հետ կապված, ինչ-որ մի բանը հաջողությամբ կանեք, կավարտեք, ինչ-որ մի բանը սա կլինի, ինչ-որ բաներ են, որոնք որ առաջ խաղացում են նշանակում։ Նոր բիզնես, նաև երեխաների հետ կապված, այստեղ եթե ծննդաբերություն է, եթե հղիության հետ կապված թեստ է եւ այլն, գնաք կիմանաք հղի եք, հղիությունը շատ լավ կանցնի, ծննդաբերությունը շատ լավ կանցնի։ Նաև երեխաների հետ կապված, հա, սա ձեր երեխաների մոտ ինչ-որ մի բան է, որը եւս էլի հաջողությամբ քննություն են հանձնում կամ ընդունվում են ինչ-որ ուսումնական հաստատություն կամ իրենց աշխատանքի հետ կապված։ Թոռները կարող են գալ, երեխաները կարող են գալ, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, հիանալի, ուղղակի հիանալի օր է ձեզ համար։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին փետրվարի 2-ին։ Հանդիպում կամ շփում որևէ տղամարդու հետ, սա ոմանց համար սիրային ժամադրություն է, այստեղ կամ սիրո խոստովանություն դες կանեն։ Տեսնենք լավ, մնացածի համար ով է այս տղամարդը։ Ոյ, այս տղամարդու հանդեպ կամ վստահությունը կկորցնեք, կամ միգուցե ինքն է վստահությունը կորցրել, կամ այստեղ ինչ-որ մի բան է, կամ մանր-մունր խնդիրներ է ստեղծում ձեզ համար։ Ոնց ասում եմ, եթե ուզում եք գնաք ժամադրության, եթե գաղտնի եք գնալու, այստեղ հա ոնց որ իր պատճառով է այդ մանր-մունր խնդիրները, որ թե ինչպես օրինակ գնալ հանդիպման։ Սա նաև կարող է լինել ձեր տնօրենը, ձեր եղբայրը, ձեր հայրը, ով որ էլի ինչ որ մի խնդիր է ստեղծում, այսինքն ձեր կարծիքով է դա խնդիր, հա, ձեզ համար է դա խնդիր։ Միգուցե իր համար դա դաստիարակության ինչ որ մի նշան է։ Սա նաև կարող է այդ մարդ ուղղակի կորուստը դա կարող է գնալ, հա, կարող է գնալ օրինակ ձեր կյանքից, հա, հեռանալ։ Կամ սա ուղղակի մարդը վստահություն է կորցնում։ Այդ օրը ոմանք անակնկալներ ունեն, նվերներ, որովհետեւ ուրախ պահեր, բարձր տրամադրություն, դա իհարկե ժամադրություն ոմանց մոտ է, կարող է իրոք ասենք մտածում եք ուրիշ ձևի մարդ է, եւ գնում եք ժամադրության, տեսնում եք ամբողջությամբ ուրիշ մարդ է, որ գրքի նման բացվում է ձեր առջև, ասում եք այսով էր, հա, ինչ որ տպավորությունը ուրիշ էր, բայց հետո գնացի, չգիտեմ, ով էր։ Այդ օրը նաեւ գաղտնիք կբացահայտվի, ոմանք կզբաղվեն իրենց ուսմամբ։ Նաեւ սա կարող է ինչ-որ փաստաթուղթ է, որը որ պետք է ստորագրեք այդ օրը։ Պետական ինչ-որ փաստաթղթեր են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։
Ինչ է սպասվում կշարքներին փետրվարի 2-ին։ Հաջողություն ունեք այդ օրը, ինչ-որ մեկ անգամյա հաջողություն է, ինչ-որ բան արեցիք, լավ արեցիք, այդպես, ստացվեց։ Գնացիք ինչ-որ միտեղ, ինչ-որ մեկին տեսնելու, ինչ-որ գործը, վայ, ինչ արագ եղավ, վայ, 5 րոպեում արեցիք, վերջացեցիք, գնացիք։ Նման օրը շատ են լինում, ոնց որ զարմանում ես, որ ոչ հերթ կանգնեցի շատ, ոչ սա, ոչ նա, գործ այդ արեցիր, եկար։ Նման օր է դա։ Ինչ որ ուղղություն եք ընտրելու այդ օրը, գնալու եք այդ ուղղությամբ, այդ օրը ինչ որ մի բան եք որոշելու, օրինակ, սա այսպես անեմ, սա սենց անեմ, ինչ որ պահեր են նայում։ Եվ պետք է ուշադիր լինել, որ չվիճեր, գուցե այդ ուղղության հետ կապված ինչ որ մարդիկ դեմ լինեն եւ ստիպված լինեք վիճել դիմացինի հետ, ձեր կարծիքի համար։ Դա նաեւ տուն է, կա տուն եք մաքրում, ինչ որ մաքրություն եք անում, աշխատանքը, աշխատանքի վայրը, ինչ որ միտեղ մաքրություն կարող եք անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին փետրվարի 2-ին։ Շատ սեր, սիրո խոստովանություն, այստեղ պետք է նաև ուշադիր լինել, որ երկերեսանի մարդիկ կան, միգուցե սիրո հարցում են դրանք։ Ամենայն դեպս ոմանք սիրո խոստովանություն կանեն, ոմանք իրենց շրջապատից շատ սեր կստանան, հարաբերությունները այդպես ավելի հետաքրքիր ու լավ կլինի։ Նաև ինչ-որ հարցում ձեզ սիրված կա, ինչ-որ մի լավ բան տեղի ունենա։ Այդ տեսնենք պես ովքեր են, միգուցե գիտեք ձեր սիրո խոստովանություն են անում, ձեր սիրելիի հետ եք այդ օրը լինում, կա ժամադրության եք գնում եւ այս երեք երեսայինները նախանձում են։ Կարող պետք է գնաք օրինակ ձեր սիրելիի մոտ, կամ ձեր հարաբերություններն են սկսում առաջ գնալ, կամ ձեր սիրելին է գալիս ձեզ մոտ, կամ գումար է փոխանցել ձեզ, ինչ որ մի բան է, որ անմիջապես իրենք նախանձում են։ Նաև կարող է ինչ որ առաջարկ ստանաք, օրինակ ճանապարհ գնալու համար, գործուղման համար, գործերը այսենց ինչ որ մի ձևով կարող ես առաջ տանել, կարող են համոզել։ Դե ոչ մերժեք, ոչ ընդունեք, լավ մտածեք, գուցե իրոք ձեզ էլ է ձեռք տալիս իրենց առաջարկը։ Այդ օրը նաև ինչ-որ մի բաներ ձեզ հեշտ կտրվի, հեշտությամբ է ինչ-որ մի բան տեղի ունենա ձեզ մոտ, ինչ-որ մեկին հանդիպել, մեկի հետ խոսել, ինչ-որ գործեր անել, ավելի հեշտացվելու է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին փետրվարի 2-ին։ Խաղ է, ինչ-որ բան լուրջ չեք վերաբերվում այդ օրը։ Նայեք անգամ 3 երեսանի մարդիկ եկան, կամ սա մեկ ակնթարթ ինչ-որ մի բան է տեղի ունենում ձեզ մոտ, կամ ինչ-որ բանը խաղի եք վերածել, լուրջ չեք վերաբերվում դրան։ Նաև դա կարող է լինել, օրինակ, գնաք խաղատուն, գնաք խաղասրահ որևիցե, ոնց որ թեթև ինչ-որ բան, թեթև կյանք այդ օրը։ Աշխատանքից հետո կամ են, որ ասում են երկուշաբթին ծանր օր է, մարդը որոշում է, որ ծանր օր պիտի չլինի, գնում է ավելի, ուրիշ բաներով զբաղվելու։ Նաև սա մեկ ակնթարթ ինչ-որ մի բան է, պետք է դա հասկանալ։ Քարտով ես չեմ կարող ասել լավ բան է տեղի ունենում, անսպասելի թե վատ, չեմ կարող դա ասել։ Նաև այդ օրը ոչ են բաներ ձեզ մոտ կհեշտանան, հնարավորություններ կտրվեն ձեզ, ինչ-որ մի բան ավելի հեշտ անելու, հանդիպելու, խոսելու, հաշտվելու համար է, ինչ-որ ավելի թեթև դա կլինի։ Մենք գուցե դրա համար են այստեղ նախանձում։ Բայց նաև ձեզ կարող են ինչ-որ բաներ առաջարկել, օրինակ հեշտացնելու հետ կապված, արի այսպես անենք, արի իրար հետ սենց անենք, արի գնանք ում դիմենք, չգիտեմ ինչեր, որպեսզի ինչ-որ հարցեր հեշտանա ձեզ մոտ։ Բայց դա պետք է մերժելուց էլ, ընդունելուց էլ առաջ լավ երկար մտածեք, որովհետև 3 երեսանի են։ Ինչ-որ բաներ իրենց համար է դա, ոչ թե ձեր համար լավ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։
Ինչ է սպասվում այդ եղջյուրներին փետրվարի 2-ին։ Շատ սեր, սիրո խոստովանություն, սիրահարվածություն, այսօր կարող է առիթ է ոմանց մոտ, բայց առիթում վերջում կարող է նաև վեճ լինել, այդտեղ պետք է ուշադիր լինել, էմոցիաները բավականին շատ են լինելու։ Սա նաև կարող է սիրելի հետ դուրս է գալիս հասարակության մեջ, այդպես այնտեղ կարող է նաև վեճ լինել, ինչ ես նայում ընկերուս, ինչի սա, ինչ ես նայում կնոջս, այդպես։ Բայց շատ սեր կստանանք, ամենայն դեպս շատ սեր 4 կողմից, նաև հասարակության կողմից դա կարող է լինել, որտեղ գնաք ոնց որ մի տեսակ բարեհամբույր, սիրալիր, այդպես բոլորը ժպտան, հավեսով, դե նաև առիթ է սա, կարող ձեր սիրելի մարդկանց առիթն է, ձեր հարազատ մարդկանց եւ այդ օրը նշում եք դա։ Նաև ոմանք կարող են գնալ այգի, որցի կինո, թատրոն, որտեղ էլի շատ մարդ կա, բայց սա պետք է հասկանալ, որ վեճ է վերջում, պետք է ուղղակի լարվածությունը հանգստացնել, եթե նման բան կլինի, նա նաև պետք է կարող գալիս եք տուն եք մաքրում հետո, դե մի տեսակ ինչ-որ, միգուցե ձեր տանն է առիթը, այստեղ դուք ձեզ լավ եք զգում, սիրված եք զգում, լավ է ամեն ինչ, եւ վերջում կամ վեճ է, կամ ուղղակի այդ ամեն ինչը ձեր վրա է, դուք պետք է մաքրեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին փետրվարի 2-ին։ Ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանք պայմանագիր կկնքեն, ոմանց տանը կարևոր որևիցե պահ է, հարսանիք է, նաև ամուսնության առաջարկ է սա, որը կանեն ձեզ կամ դուք կանեք, դա բիզնես համագործակցություն է, որը ձեզ ուրախություն կբերի, հիանալի է, հիանալի պահ է այստեղ եւ տան համար, եւ երեխաների համար, այստեղ ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, միգուցե ձեր ծննդյան օրն է այդ օրը կամ ձեր ընտանիքում եւս կամ եք ջրհոս ում ծննդյան օրն է, ոչ թե ձեր ամենայն դեպս այդ ընտանիքում կարևոր, որտեղ ինքը փետրվարի 2-ը եւ շատերը կարող է այդ օրը ուղղակի ամուսնանան, ամուսնացած լինեն, որպես այդպես գեղեցիկ օր, եթե նայենք 2022 թվականին կարող է ամուսնացած լինեք, այդպես ավելի, եւ այդ օրը հենց ձեր տանը ոչ է կարևոր մի ինչ-որ պահ է։ Նաև ոմանք այստեղ հղիությունը, ծննդաբերությունը, նաև երեխաները կարող են գալ, թոռները կարող են գալ ձեզ մոտ, նաև բիզնես է, նոր բիզնես է, բիզնես գործընկեր է, նոր բիզնես առաջարկ է, նոր պայմանագիր է, բիզնեսի հետ կապված, աշխատանքի հետ կապված, եւ ուրախ եք այստեղ, բարձր տրամադրություն ունեք, հիանալի օր է ձեզ համար։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին փետրվարի 2-ին։ Հանդիպում կամ շփում որևիցե աղջկա հետ։ Տեսնենք ով է, կարող ձեր աղջիկն է, տան անդամ է, մորաքույրն է։ Ինչ-որ աղջիկ է, ում կյանքում փոփոխություն է տեղի ունենալու, կարող լսել, որ ինքը հղի է, կարող լսեք, որ ծննդաբերել է, կամ փոփոխություն է տեղի ունենում, տեղափոխվում է մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, ձեզանից հեռու է, հետո իմանում եք, որ այդ քաղաքում չի ապրում, տեղափոխվում կամ բնակարանն է տեղափոխել, մեկ այլ բնակարան։ Եվ նաև դա կարող է գալիս է ձեզ մոտ այդ աղջիկը կամ դուք եք գնում իր մոտ։ Այդ օրը նաև բավականին շատ շփում կունենաք ոչ մեկի հետ կամ տարբեր մարդկանց հետ, նաև լեզվակռիվ է, նաև բամբասանք է, այդպես կամ նաև քննարկում եք, ինչ որ բան եք քննարկում, միգուցե այս աղջիկը հետ եք օրինակ քննարկում փոփոխությունների վերաբերյալ, տեղափոխության վերաբերյալ եւ ինչ որ ուղի եք ընտրում, միգուցե իր այդ քննարկում եք հղիանան, գնանք միանգ ստուգվենք, տեսնենք ամեն ինչ նորմալ է, հղիանաս, երեխաներ ունենաս, այդպես։ Եվ ինչ որ ուղի եք ընտրում, այդ օրը այդ ուղով որ գնաք, որ ինչ որ մի բան անեք, մարդը ինչ որ ուղի է գծում այդ օրը իր կյանքի համար։ Կարող է ուղղակի քննարկում եք այդ օրը ինչ որ մարդկանց հետ, ինչ որ մի բան, ինչ անել, ինչպես անել այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։